Ամեն հայր մեր, որ երգինս ես սուրբ եղիցյանն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երգինս և երկրի, ըսհաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թողում մերոս պարտապանած, և մի տանիրս մեզ իպորցություն, այլ պրգյաս մեզ իչարե, զիքոյ արքայություն և զորություն, և փառք հավիտյանս, ամեն։ Այսօր ներսելի փրկչի ծննդյան օրն է, այն յուրահատուկ ծնունդ է, որովհետև աշխարհում ոչ մեկը իր ծնունդով ուրիշին հավիտենական կյանք չի կարող տալ։ Այո, այն յուրահատուկ և սուրբ ծնունդ է, որովհետև աշխարհում ոչ ոք իր ծնունդով ուրիշի մեղքը իր վրա չի վերցրել։ Հիսուս Քրիստոսի ծնունդով սկսվեց նոր ժամանակագրությունը։ Սիրելիներս, գնում եմ Հայաստան, որպեսզի տատիկի ու պապիկի ամանորն ու սուրբ ծնունդներ շնորհավորեմ։ Բայց դու միշտ ասում էի, որ նոր տարին ու սուրբ ծնունդը ընտանեկան տոն է։ Իհարկե, դրա համար էլ մենք միասին դիմավորեցինք այն։ Այդ դեպքում ինչու ես գնում Հայաստան։ Սիրելիս, տատիկն ու պապիկը նույնպես մեր ընտանիքի անդամներն են, նրանք մեր մեծ ծնողներն են։ Պատկերացնում եք, թե ինչքան նրանք ուրախանան։ Իհարկե պատկերացնում ենք, թե ինչքան շատ կողանան պապիկ ու տատիկը։ Հայրիկի ու մայրիկի նվերները չմոռանաս դնել ճամփրուկում։ Նվերները արդեն ճամփրուկում են։ Հեռախոս, փաստաթղթեր։ Վերցրել եմ։ Հայկարամ, Հայկուի, ինչ բերեմ ձեզ համար Հայաստանից։ Հայաստանի բանալին։ Հայաստանի բանալին։ Դա քրքիր է։ Հայկուի, իսկ ես ինչ բերեմ։ Ես եմ ուզում հայկական նախշերով։ Իսկ ես մայրեմ։ Իսկ ես հայրենիքից ջուրն եմ ուզում։ Լավ, արդեն օդանավակայան գնալու ժամանակն է։ Մայրիկին Պետք է լսել և օգնել։ կեցեք։ Բարի ճանապարհ, հայրիկ։ Բարի ճանապարհ։ Աստված լինի պահապան բոլորիս։ Հայկարամ, Հայկուի, արդեն ուշ է գնացին քնելու։ Դու երկնամերձ իմ հայրենիք, դու հինավուրց իմ Հայաստան, անմահ բանի սպասարկու, խորուրդ խորին իմ Հայաստան, դու ալևոր տեսիլների աստեղազոց իմ Հայաստան և նոր խոսքի ավետաբեր, հազարավեր իմ Հայաստան։ Սաղավարտներ դրած կանգնած քոլերներդ քուր երկաթի, երթիկների ծուխերն անուշ նվիրական նավասարդի, հին օրերի երկ սրբազան զանզորի իմ Հայաստան։ Նոր հույսերի, նոր երգերի երազաբույր իմ Հայաստան, հնուց ուխտի վկայական, ավանդատուն իմ Հայաստան,
Ծիրանավոր քաջմասիսը, սպարապետ քեզ պահապան, ծերուկները ճակատագրիտ ճամփաների սուրբ օրհնավան, նոր նահապետ աստվածատես, ածուներիդ վեր այ եպան, աշխարախոս ու մեծասքանչ, քո հին լեզվով օրհնեգրված, լուսավորչի լույս կանթեղով երկինքներդ լուսերանգված, անճարելի ու դարերի տանջանքներով կոփյացած, հրաշափան խորարությամբ, նորամանուկ, իմ Հայաստան։ Քունս չի տանում, այլ զրուցենք մի քիչ։ Ահա, ես էլ չեմ կարողանում քնել։ Ինձ սիրուն է, չեմ էր տնածար։ Լսիր, ինչու այլիկից հասցանի բանալի ուզեցիր։ Անկեղծ ասած, չգիտեմ։ Իսկ ես ինչի թվում, ինչ կբերի հայրիկը։ Ինձ թվում է, որ հայրիկը ինչ-որ խորհրդավոր բան կբերի։ Վայ, ապա մի սրանց նայ, իբր գնացին քնելու։ Մայրիկ, Մի վախեցեք, ես եմ։ Ինձ թվաց, թե հրեշտակ մտավ տուն։ Բոլոր մայրերը իրենց վարիկների երկնային պահապան հրեշտակներն են։ Իսկ ովքեր են հրեշտակները։ Հրեշտակները Աստծո օգնականներն են։ Սուրբ Ծննդյան լուրը Գաբրիել հրեշտակը հայտնեց Մարիամին։ Սուրբ Ծննդյան լուրը։ Իսկ ով է Մարիամը։ Մարիամը Աստվածամայրն է։ Լավ, հիմա ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Ժամանակն է, որ դուք ամեն ինչ իմանաք մեր Փրկչի Հիսուսի մասին։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և երկիրն անձրև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա։ Եվ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա, և Աստված ասաց. լույս լինի, և լույս եղավ։ Եվ արարվեցին երկինքն ու երկիրը, և նրանց բոլոր զորքը։ Եվ Տեր Աստվածը ողի փոշուց շինեց մարդուն, և նրա հունտերի մեջ կենդանության շունչ փչեց։ Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը իր նմանությամբ։ Եվ Աստված նայեց այն ամենին, ինչ արել էր, և տեսավ, որ բարի էր։ Աստված իր ստեղծած առաջին մարդկանց Ադամին ու Եվային շատ էր սիրում, նրանք շատ գեղեցիկ են ու երջանիկ։ Արարիչ նրանց բնակեցրեց Եդեմական այգում, որը շատ կանչելի էր ու հրաշալի։ Այդ պարտեզում կար շատ տխրատու ծառեր, իսկ պարտեզի մեջտեղում կար երկու ծառ, կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը։
կարող եք մեծ ընտանիք կազմել եւ ապրել հավիտյան եդեմական պարտեզում։ Պարտեզի ամեն մի ծառի պտղից կարող եք համարձակ ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից չուտեք, որովհետեւ հենց որ ուտեք կմեռնեք։ Մշակեք ու պահպանեք այգին։ Ոչ, պարտեզի բոլոր ծառերի պետուղներից ուտում ենք, բայց այս ծառի պետուղից, որը պարտեզի մեջ տղնում է, Աստված պատվիրեց, որ չուտենք, որտեղ եթե ուտենք, կմեռնենք։ Ոչ, դա ճիշտ չէ, եթե ուտեք չեք մահանա, Աստված չի ցանկանում, որ ուտեք այս պտղից, որովհետև նա գիտի, որ հենց որ ուտեք, ձեր աչքերը կբացվեն, եւ դուք կդառնաք իր նման, չար եւ բարի մտցող։ Տես ինչ գեղեցիկ է, գեր, շատ համեղ։ Իսկապես, շատ գեղեցիկ է։ Ես էլ եմ ուզում Աստծո նման իմաստուն լինել։ Ադամ, ուր ես։ Քո ձայնը լսեցի պարտեզի մեջ եւ վախեցա։ Ադամ, դու կերար արգելված պտուղը, որ պատվիրել էի չուտես։ Այդ կինը, որ ինձ տվեցի, նա ինձ խաբեց, ես էլ կերա։ Եվա, ինչու այդպես վարվեցիր։ Ոցն ինձ խաբեց, ես էլ կերա։ Օրամանկ եւ խաբեբա օձ, այսուհետև դու միշտ կսողաս փորիդ վրա եւ կնոջից ծնված որդին կհաղթի քեզ։ Եվա, դու ցավով երեխաներ կունենաս։ Ադամ, այսուհետև կերակուր գտնելը քեզ համար շատ դժվար կլինի։ Դուք անհնազանդ եղաք եւ կերաք արգելված պտուղը։ Դուք խախտեցիք Աստծո տված պատվիրանը։ Այդ պատճառով այլևս չեք կարող ապրել այդ պարտեզում եւ ճաշակել կենաց ծառի անմահական հյութը։ Նա Էդենի մուտքի մոտ գրեհեն թրով հրեշտակներ կանացրեց, որպեսզի նրանք պահպանեն Եդեմն ու կենաց ծառը։ Ադամն ու Եվան շատ տխրեցին, ես էլ տխրեցի, բայց դա իրենց ընտրությունն էր, չէ որ Աստվածը նրանց զգուշացրել էր վտանգի մասին։ Արարիչը գտա սիրտը եւ ներողամի, նա համբերատար է եւ արդարամի։ Արարիչը խոստացավ, որ Այս ամենից Աստված նույնպես շատ վշտացավ, չէ որ նա շատ էր սիրում Ադամին ու Եվային։ Արարիչը խոստացավ առաջին մարդկանց, որ բրկիչ կուղարկի, բրկիչ, որը կբրկի աշխարհի մարդկանց իրենց մեղքերից։ Այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Նազարեթ քաղաքում Մարիամ անունով մի աղջիկ էր ապրում։ Նա նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ։ Ահա նա, Մարիամը ամեն օր գնում է տաճար աղոթելու։ Այսինչ աստվածարդ գիշերը, երբեք այսքան աստվածարդ չէր եղել Բեթլեհեմի երկինքը։ Այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք։ Ուրախացիր, շնորհալի կույս, որովհետև բոլոր կանանցից Աստված ընտրել եւ օրհնել է քեզ։ Մի վախեցիր, Մարիամ, դու որդի կունենաս եւ նրա անունը Հիսուս կդնես։ Բայց այդ ինչպես։ Չէ՞ որ ես ամուսնացած չեմ։ Սուրբ Հոգին կմտնի քո մեջ եւ Աստծո զորությունը քեզ հետ կլինի, որովհետև մանուկը, որ քեզնից է ծնվել, սուրբ է եւ Աստծո որդի կկոչվի։ Քո ազգական Եղիսաբեթն արդեն ծերացել է, բայց մեր երեխա կունենա։ Իմացիր, որ Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Ես Աստծո ծառան եմ եւ թող կատարվի այն, ինչ որ դու ասացիր։ Թող իմ անձը փառավորի Տիրոջը։ Ավելի լավ է ես լուր մնամ եւ հեռանամ Մարիամից։ Հովսեփ, Դավթի որդի, ամուսնացիր նշանացիր Մարիամի հետ, որովհետև նրա ապակա որդին ծնվելու է Սուրբ Հոգուց։ Այդ երեխայի անունը Հիսուս պիտի դնես, նա ժողովրդին փրկելու է իրենց մեղքերից։ Հովսեփ, իմ հոգին ուրախացավ իմ փրկիչ Աստծով, որովհետև նա ուշադրություն դարձրեց իր ծառայի խոնարհությանը, բոլոր ազգեր ինձ երանի պիտի տան։ Ընտրյալ ես դու բոլոր կանանց մեջ, դու Աստծո որդու մայրը կլինես, նրա անունը Հիսուս կդնես, դու դարձար մայրը աշխարհի փրկչի։ Օգոստով կայսրը հրամայել, թագավորության մեջ պետք է մարդահամար լինի, յուրաքանչյուր մարդ պետք է գնա իր ծննդավայրը եւ այնտեղ գրանցվի։ Մարիամ, մենք պետք է գնանք Բեթլեհեմ, որպեսզի մասնակցենք մարտահամարին։ Մեզ գիշերելու տեղը պետք, կարող եք մեզ գիշերելու տեղ տալ։ Հյուրանոցում ազատ տեղեր չկան, բոլոր տեղերը արդեն զբաղեցրած են։ Հյուրանոցում ազատ տեղեր չկան, հիմա ինչ ենք անելու։ Սպասեք, այստեղ մոտակարգում մի ախոր կա, կարող է գնալ այդտեղ եւ գիշերել։ Վերցրու, պետք կգա։ Շնորհակալ ենք։ Ծնվեց աշխարհի փրկիչը,
Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի, փառք Աստծուն բարձունքներում, երկրին վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաշտություն։ Հրեշտակները ավետում են ծնունդդ բարի, թող այս լուրը լույս բերի մեր համայն կյանքին, խորթդ խորին, խաղաղություն բեր բոլորին։ Այստեղ մի դսեմ խորհուրդ է ապրում, բարձր վեհությամբ իջած երկնքից, այստեղ սրբազան մի շունչ է բուհում, որ վեր է տանում մեզ այս աշխարհից։ Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծո շունչ ամենուր, ես լսում եմ նրա ձայնը, կանչն ու հունչ ամենուր, վերացնում ու վեհացնում է ամենալուր իմ հոգին, տիեզերքի խորնը հդին և մրմունջ ամենուր։ Ծննդյան գիշեր, լույս ասվածածին, Տերն է մեզ հիշել, որտով միածին, հյուսի մոլորակ, երգի իմ խնդա, հազար ու մի կյանք դու ունես հիմա։ Խաղաղություն երկնքում, բարձունքներում ծաղկավար, իսկ մեր հոգում, հար հոգում, սուրբ ծնունդդ հրաժարփար։ Ավետիս, ահա հայտնվեց Աստված, էակտերից մեջ խոհեր, ավետիս կես Աստվածամայր, ուրախ եհի կես էր, պսակը գլխին, պայծառը կան օհակ լույսնի, օ, ինչ, անուշիկ երկը հորինել, մանուկ Հիսուսի, լուր գիշեր, սուրբ գիշեր։ Ծննդյան գիշեր, արտուն աչքերով աշխարհ լույսերի։ Լույսի մոլորակ, երկիրն իմ Ծննդյան գիշեր, արտուն աչքերով աշխարհ լույսերի ցիացաներով, բագում բացում են դռները երկնքի, խնդից լացում են աստղերը անցատի, վարվող մոմերին յոլանքը դեմքին, զնգում են ասես երկնի շապեկին,
լուսավորար մանուկ, վերին խաղաղություն, ահա բաց է մեր հոգին, քո զորության առաջ, հիացմունքով լեցուն, գալուստը տենք տոնում, մեկ սիրով ոտով, սուրբ ծնունդը շնորհավորում։ Հրի հրեշտակն այս արավոտ, թրիչկոտելով հանկողնս մոտ այսպես ասել, այդ ու ժպտում զվարդ մանգիկ, և երկել Քրիստոս նավ և հայտնեցավ, սիրտս լծվեց ուրախությամբ, ես երկեմ թետեստոտով, բայց մանկական անուշ լեզվով, Քրիստոս նավ և հայտնեցավ։ Ով մեջև ընկերնելու, բարիլուր, այսօր տոնը հանդության, զիտնավ Եսուս արկա։ Մարդիկ, հրեշտակ, ողջ աշխարհով, կեկեք անուշ եղանակով, Քրիստոսը նավ և հայտնեցավ, Աստծո անմար լույսը ծագեց, խոսքը որ կար ի սկզբանե, մարմին դարձավ ու բնակվեց այս աշխարհում ու հենց մեր մեջ։ Հիսուսն է կյանքն ու ճանապարհը, էլ ուրիշ կյանք չկա աշխարհում, Հիսուսի սիրով փրկություն ստացանք, դե եկեք փառաբանենք նրա, փառք քեզ Հիսուսը մինուրեք, փառք քեզ Հիսուս գիշեցրեք։ Սուրբ գիշերը փայփելում է, ասերը վար, մի պայծառ ասեղ շոված էր կնքում, ավետիս է, ձևեց փրկիչը մարգության, լույսի և հույսի լուսաբաց իջավ երկրի վրա, բարի լուրը լսվեց, Տիրոջ հրեշտակների ձայնով, ծնվեց արքանը, փրկիչն աշխարհին, նա ցնծություն, բերկություն և բժշկություն պարգևեց մեր սրտերին, եկեք սալմոսներով, նոր երգերով փառաբանենք մեր Տեր Աստծուն, երգենք գովքը մեր սուրբ փրկչի։ Աշխարհը ստատ է Տիրոջ դորեր խոսքով, ապրում և շնչում ենք նրա անհուն սիրով, նա իր սուրբ խոսքով աշխարհ արարեց, և իր սուրբ խոսքով մեզ կյանք պարգևեց։ Քրիստոս
քաշել։ Եկեք գնանք եւ տեսնենք։ Որովհետև ես մեծ ուրախություն եմ հավատում ձեզ։ Այսօր ծնվեց աշխարհի փրկիչը, Քրիստոսը, մեր Տերը։ Մի երեխա կգտնենք խանձորներով պատատած եւ մսուրի մեջ դրած։ Դա կլինի ձեզ որպես նշան։ Եկեք գնանք եւ տեսնենք կան ամենը, ինչ մեր հրեշտակը ասա։ Ինտեր, Իսուս բարի, անպատմելու ուրախություն, թույլին տվող մեծություն, ամենազգի սերնիություն։ Ուրախացի ողջ շերկի, վերքիպ չնեմ է ծնվել, Աստծուն խարավանի մեր լուսն է ծնվել։ Հովիվներից ուս ծագեց, բարի լուրը ավտվեց, որ ծնվել է մեր պերպիճը, որ պայլումը նրա ասը։ Մենք շտապեցին գտնել նորեցին թագավորին, որ պաշտենք ու պարբանենք երկնային թուր արքային։
ես ասում։ Քահանայապետ, իսկ դուք գիտեք, թե որտեղ պետք է ծնվեր Հիսուսը։ Քահանայապետ, իսկ դուք գիտեք, թե որտեղ պետք է ծնվեր Հիսուսը։ Դատի գիտենք, Բեթլեհեմ քաղաքում։ Գնացեք և իմացեք, թե այդ երեխան որտեղ ծնվել, իսկ հետո ինձ անպայման կասեք այդ երեխայի տեղը, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան։ Երկրից դեպ երկինք փառքեր բարձրացան, կարգեր բարձրացան, հրեշտակներ լույսի, և մի աստղաշող նորբագից կածան մնաց ամենքիս հանուն Հիսուսի։ Սքանչելի գիշեր, խաղաղ ու սուր գիշեր, շողշողում է անցքը Հիսուսի։ Նա ճամպան ուշեց և բերեց մեզ վայր նավետիսի։ Օ, ինչ ցնծություն, հրեշտակալը ձայներ, փառախ է, դարձած ապարանք։ Եկեք մոտենանք, խոնարհվենք նրան։ Օրհնված գիշեր, խաղաղված գիշեր։ Հավետից ծնվեց, բրկիչ են աշխարհի, պարկ է սուրբ մանուկ, երկնքան ու երկի վեշներ, աշխարհի։ Պիտի կոչվես խորհրդակից, հայր խավենետական, հզոր Աստված և Տեր երկնից խաղաղության իշխան։
զմուրս է։ Փառք Աստծո, սա կնդուկ է։ Լեռների լանջում, քարայրի խորքում շողում է կրակ երկնային սիրո։ Շողում է կրակ այնտեղ հավիտյան։ Լույսը չի հանգչում, հույսը չի խաբում։ Գառների մսուր մանկան խանձարուր։ Ահա մարդիկը, անմեղ ու անբիծ, նա լալիս է, այդ նրա սիրտն է ու հոգին, որն անդադար մարդկանց վշտերի համար ճմլվում, մարդկանց մեղքերին աղերսում։ Անկեղծ զղջումով խոնարհվիր նրան։ Նա քեզ կների, նա քեզ հույս կտա, հավիտենական կյանքի սիրո լույս կտա։ Ետ չդառնաք Հերովդես թագավորի մոտ, որովհետև այդ թագավորը ուզում է սպանել փոքրիկ Հիսուսը։ Եղավ, մենք ուրիշ ճանապարհով կգնանք մեր երկիրը։ Հովսեփ, վեր կաց, վերցրու երեխային և նրա մորը և փախիր Եգիպտոս։ Մնա այնտեղ այնքան, որքան կասեմ։ Հերովդես թագավորը փնտրում է երեխային, որ սպանի։ Մարիամ, արթնացիր, մենք պետք է ահապաղ փախչենք այստեղից։ Հերովդես թագավորը փնտրում է երեխային, որ սպանի։ Լսում եք, մենք ուրիշ ճանապարհով պիտի գնանք մեր երկիրը։ Աղքատ մի գոհում դու աշխարհ եկար, իմ մանուկ Հիսուս, թողիր երկնքում աթոռդ փառած ու նմանվեցիր աշխարհի մարդկանց։ Անարատ կույսին քեզ մայր ընտրեցիր, օրհնյալ ես դու Տեր, փրկիչ մեր կյանքի, քո սուրբ ծնունդը շնորհավոր լինի։ Որոշ ժամանակ անց Տիրոջ հրեշտակը կրկին երևում է Հովսեփին և ասում, որ նրան գնա Նազարեթ, որովհետև Հիսուսի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Կատարվեց այն ամենը, ինչ որ գրած է Սուրբ գրքում։ Սիրելիներս, ահա և դուք իմացաք Սուրբ Ծննդյան հրաշք պատմությունը։ Շատ հետաքրքիր պատմություն էր։ Մայրիկ, ինչ հրաշալի է քո անունը, Աստվածամոր անունը։ Իհարկե հրաշալի է։ Արդեն ուշ է, գնացին քնելու, հայրիկը արդեն Հայաստանում է։ Ողջույն սիրելիներս, կարոտեր եմ ձեզ։ Մենք էլ ենք շատ կարոտել։
ջուրն է, անուշարը։ Ահա տատիկն ու պապիկը ձեզ նվերներ են ուղղել։ Հայկուի, Սակոս գեսը, հայկական նախշերով։ Ինչ գեղեցիկ է, շնորհակալ եմ։ Ահա համեղ բալիկներ Հայաստանից։ Հայրիկ, իսկ Հայաստանի բանալին բերել ես։ Իհարկե բերել եմ։ Նույնս կողմն է։ Սա ինչ գրած, անծանոթ տարեր են։ Հայրեն է։ Բայց մենք հայերեն կաշթար չգիտենք։ Սիրելի հայկարան, Հայաստանի բանալին հայոց լեզուն է, սովորի և Հայաստանի բոլոր դռները կբացես։ Սա բանաստեղծ Ավետիք Իսահակյանի խոսքերն են։ Տեսնում ես Հայկովի, պարզվում է, որ Հայաստանի բանալին հայոց լեզուն է։ 396 թվականին երկատված ու գլխատված հերինքում հայը խոսում էր, բայց գիր չուներ։ Ուզում էր Աստվածաշունչ կարդալ, բայց կարդալ չգիտեր։ Ուզում էր աղոթել, բայց աղոթ չգիտեր։ Պատերակի էր մասնակցում, բայց ոչինչ չէր ասում։ Հայրիկ, ես խոստանում եմ, որ անպայման կսովորենք հայերեն գրել ու կարդալ։ Ժամանակն է։ Ես ուզում եմ ապրել իմ հայրենիքում, որպեսզի կարողանամ բացել Հայաստանի բոլոր դռները։ Մենք այդպես էլ որոշել ենք, վերադառնում ենք հայրենիք Հայաստանից։ Աչքերիս չեմ հավատում։ Պետք է լավ իմանաս քո երկրի, քո ազգի, քո պապերի պատմությունը։ Դա այդպես է։ Եվ իզուր չէ, որ հայոց առաքելական եկեղեցու սրբություններն են՝ լեզուն, հայրենիքը և հավատքը։ Ամուր պահենք մեր լեզուն և հավատը, սիրենք ու պահպանենք մեր սիրելի ու սրբազան հայրենիքը։ Հայոց աշխարհ իմ Հայաստան, քո սկապած սուրբ լերներում թող միշտ ցնցա, հայոց սուրբ ծննդյան ավետիսը մեր փրկության։ Ծննդյան լույսն այս կենարար, թող որ շողա ընդմիշտ մեր մեջ, որ մենք լծվենք Աստծո սիրով ու նորոգվենք Սուրբ ծննդյան այս ծնծալի ավետիսով։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալը ծնունդը Քրիստոսի, ձեզ և մեզ մեծ ավետիս։ Ժամանակները շրջող և մի նոր սուրբ գիրք գրվեց, առաքելական շնչով։ Իլուր, սեր աստվածային, պարգևը նզարակված, ավետիս է, զիմարկային, մարմնով ծնվեց աստված։ Oh,
Սուրբ Մաշտոցի ամնա հոգու ծլարձակեց գիրը հայոց, մագաղատներ արարվեցին նուրբ թերթերում բարեր հայոց։ Անցան դարեր հեզորացավ հայոց լեզուն, ազգը հայոց թարգմանվեցին գրքեր բազում, անմահացավ հայոց լեզուն։ Ճանաչեց իմաստություն ևս վրա, իմանալ բաց անջարով, Քրիստոս ծնա և հայտնեցավ, որ միավ է ծնունդը Քրիստոսի, ձեզ և մեզ ավելի։ Սիրելի հյուրեր, խաչքավորներ, սիրելի ծնողներ, աշակերտներ, ուսուցիչներ, մեր միջոցառումը նվիրված Սուրբ Ծննդյանը մոտեցավ իր ավարտին։ Այսօր որոշեցի իմ մտքերը գրի առնել, որպեսզի ոչ մի կարևոր բան բաց չթողնեմ եւ ասեմ այն, ինչ որ իմ սրտում գրված է, ինչ որ ցանկանում է այսօր ասել եւ արտահայտել իմ մտքերը։ Սուրբ Ծնունդ, խորին խորհուրդ, Սուրբ Հայրենիք, հայոց լեզու։ Այսօր մեր երեխաները ներկայացրին այս 3 կարևորագույն խորհուրդները միավորվեց, որովհետև հավատը հայրենիքը լեզուն այն մեկ կարևորագույն ամբողջություն է։ Հունվարի 5-ի երեկոյան հայ առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում վարված ջրագայույցի լույսը խորհրդանշում է Սուրբ Ծննդյան տոնի մեկնարկը։ Ջրակի լույսը տուն տանելը փրկության և հույսի խորհրդանիշն է։ Հավատը փրկության լույսի հանդեպ, մեղքերից ձերբազատվելու և կատարելության ձգտելն է։ Սուրբ Ծնունդը հայ ընտանիքներում ամենասիրված տոներից մեկն է և շատ կարևոր է, որ մեր երեխաները իմանան Սուրբ Ծննդյան պատմությունն ու նրա խորհուրդը։ Այո, խորհուրդ խորին, որովհետև այն շատ խորը խորհուրդ ունի, որովհետև հնարավոր չէ բացահայտել, թե ինչպես եղավ, որ Աստված մարդ դարձավ, ինչպես եղավ, որ նա մանկացավ մի սուրբ կնոջ Կույս Մարիամի իրեն մայր ընտրելով։ Այս ամենը մենք պետք է նայենք հավատի աչքերով։ Մենք հասկանում ենք, որ Աստված մեզ նման դարձավ ոչ թե այն բանի համար, որ ուզում էր մարդ լինել, այլ այն նպատակով, որ Արարիչն ուզում էր, որ մարդն աստվածային լինի և հավատարիմ լինի իր տված պատվիրաններին։ Սուրբ Ծննդյան տոնով մեզ համար մի նոր հույս է բացվում։ Հույս, որ մենք կարողանանք վերականգնել մարդկային ընկած կարգավիճակը։ Այսօր դուք տեսաք, թե ինչպես մեր երեխաները բեմադրեցին Ադամի և Եվայի այդ տեսարանը, որտեղ մեղքը աշխարհ եկավ, և լսեցիք նաև այն պահը, որտեղ մեր երեխաները գեղեցիկ բեմադրեցին, Ալինայի խոսքերն էր կարծեմ, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, որպեսզի ամեն մի անհավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այդ պատճառով Սուրբ Ծնունդը հենց այնպես չեղավ, Աստված իր միակ որդուն պարգևեց, որպեսզի այն մեղքը, որը աշխարհ եկավ Ադամի և Եվայի միջոցով, այդ մեղքը Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոս իր ծնունդով այդ մեղքերը իր վրա վերցնի և իհարկե ժողովուրդը այդ մեղքերը իր վրա վերցնելով աշխարհին փրկություն տա և ապաշխարություն։ Սուրբ Ծնունդը մեզ սովորեցնում է լինել այնպիսին, ինչպիսին, որ այսօր մենք տեսանք մանուկ Հիսուսին։ Որովհետև ոչ մեկիս մոտ լիարժեք չի ստացվում այնպես լինել կատարյալ, ինչպես որ Հիսուսն էր։ Բայց այսօր
Մեզ Սուրբ Ծնունդը սովորեցնում է լինել այդպիսին եւ սկսել մանկանալ, որովհետեւ Տերն ինքն է ասում, որ մանուկների նման, ով մանուկների նման չլինի, երկնքի արքայությունը չի ժառանգի։ Եկեղեցի այցելելը եւ այսօրվա մեր գեղեցիկ միջոցառումը խոսում է այն բանի մասին, որ այսօր մեր մանկանալու օրն է։ Փրկության ճանապարհով գնալու համար մենք պետք է հոգով փոքրանանք, եւ դրա համար այսօրվանից լավ որ չկա։ Ուրեմն մեզ համար այս խորհուրդը մանկանալու խորհուրդն է, այսինքն մանուկ լինել, թեթևանալ ու դադարվել բոլոր հոգսերից եւ տեսնել իրական մանուկ Քրիստոսի ներկայության կարեւորությունը։ Մեր Սիլվան, որը Սուրբ Մարիամի դերն էր խաղում, այսպիսի տողեր արտասանեց. «Աղքատ մի գոհում դու աշխարհ եկար, իմ մանուկ Հիսուս, թողի երկնքում աթոռդ փարած եւ նմանվեցիր աշխարհի մարդկանց»։ Եվ իսկապես Հիսուս Քրիստոսը իր փարած աթոռը թողեց երկնքում եւ մեր փրկության համար ծնվեց աշխարհում։ Այո, Աստծո որդին Հիսուսը երկնքում թողեց իր փարած աթոռը։ Ուզում եմ ավարտելով իմ խոսքը շնորհակալություն հայտնել Մովսես Սրբազանին եւ մեր դպրոցի տնօրենին Տեր Գևորգին, դպրոցի տնօրենությանը, վստահության համար շնորհակալ եմ նաեւ մեր սիրելի ծնողներից։ Առանց ձեր օգնության ոչինչ լինել չէր կարող իհարկե։ Շնորհակալություն եմ հայտնում մեր շատ սիրելի աշակերտներից յուրաքանչյուրին, որոնք բարձր պատրաստակամությամբ ու մեծ սիրով մասնակցեցին եւ փորձերին եւ այսօրվա գեղեցիկ միջոցառմանը։ Շնորհակալություն մեր պատրաստական երիտասարդներին։ Ուզում եմ նաեւ ասել մեր Լուսինե Բայեդյանին շնորհակալություն, որովհետեւ նրա օգնությունն էլ շատ մեծ է եղել ամեն անգամ։ Շնորհակալություն Պարուսույց Տիկին Հրանուշին, Ինես Ավետիսնային միջոցառումը պարով եւ երգերով գեղեցկացնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Սրթուհուն, ով մեզ օգնեց դահլիճը ձևավորելու գործում, երեխաներին գեղեցիկ հագցնելու գործում։ Եվ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Կարեն Մաչկալյանին, որ գեղարվեստական մասը գեղեցիկ ձևով պատրաստեց, առանց որի այսօր այս տեսարանը, որ մենք տեսանք եւ էկրանի վրա հնարավոր չէր։ Спасибо и нашему оператору, конечно. Շնորհավորում եմ սիրելիներս բոլորից Սուրբ Ծնունդը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ծնավ է ծնունդը Քրիստոսի, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Սիրելի հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ, Սուրբ Ծննդյան լույսը թող խաղաղություն, երջանկություն բերի ձեր օջախներում։ Այսօրվա այս ամեն ինչը ասված էր այն բանի համար, որ Աստված սեր է, եւ Աստված թող սեր բերի եւ ընտանիքում, եւ աշխատանքային վայրում, եւ դպրոցում։ Իսկ այժմ խոսքը տրվում է Արմատ դպրոցի ուսմասվար Տիկին Լուսինե Սիմոնյանին։ Սիրով հրավիրում եմ Լուսինե։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Ծնունդը Քրիստոսի, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Հարգելի ներկաներ, այսօր մեր դպրոցում եւս տոն է։ Տոն, որը միավորում է մեր սրտերը, ջերմացնում մեր հոգիները եւ մեկ անգամ եւս հիշեցնում, որ այսօր իրար հանդեպ սիրո, ջերմության, հոգատարության, ներողամտության տոն է։ Հայրենիքից հեռու գտնվելով մենք գիտակցում ենք, որ Սուրբ Ծննդյան տոնը կրկնակի խորհուրդ ունի մեզ համար։ Այն մեզ միավորում է ոչ միայն հավատքով, այլև հայի ինքնությամբ։ Երևի սա էլ էր պետք, որովհետև փոքրիկ Հիսուսը ծնվեց մութ գոմում։ Մի բան պատկերացրեք, որ ինչպես է եղել նրա այդ ծնունդը։ Ծնողների հետ Մարիամը եւ Հովսեփը ինչպես գնացին այդ ախորը եւ այնտեղ ծնվեց փոքրիկ Հիսուսը։ Ոչինչ, մի բան պատկերացնենք այդ Եվ շնորհակալություն հայտնենք Տիկին Գողարին այսքան գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։
Էլի լավ հասցրին։